2012 թվականին Շիրակի մարզում գրանցվել է 429 արտակարգ դեպք, 2011 թվականի 398 դեպքերի դիմաց զոհերի թիվը աճել է 9-ով, իսկ վիրավորներինը 48-ով, ինչը 7,7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այսպիսով Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ամփոփեց 2012 թվականի գործունեության արդյունքները, ապա նիստին ներկա նախարարության ներկայացուցչին առաջարկեց Շիրակի մարզային փրկարարական վարչության շենքի հիմնանորոգում ամբողջությամբ շենք շինություններին ավարտուն տեսքի հասցնելու համար հնարավոր միջոցների հատկացում գույքը տեխնիկան եւ տրանսպորտային միջոցները հին են եւ բարոյապես տեխնիկապես մաշված, որոնք երբեմն խոչընդոտում են աշխատանքների ժամանակին կատարմանը։ Այս տարի նորաստեղծմուշ եւ անիթաղամասերը քաղաքում նոր հրշեջ փրկարարական ջոկատ ստեղծելու անհրաժեշտություն են առաջացրել։ Քաղաքը ունի 145,000 բնակչություն, որովհետեւ կարողանան քաղաքի փակվածությունը, բացի դա մենք սպասարկում ենք նաեւ 12 գյուղական համայնքներ, այսինքն ես նկատում եմ Գյումրիի ջոկատն սպասարկում։ Դրա համար հրատապ է Գյումրիի 2 հրշեջ փրկարարական ջոկատի նոր ստեղծումը։ Զեկույցի ավարտից հետո եղավ նաև հարցպատասխան, որի ընթացքում Արտիկի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարը բարձրացրեց արդեն 2 տարի քաղաքում առկա խնդիրը։ Բանն այն է, որ հին ջրամատակարարման ցանցը վերանորոգվելուց հետո քաղաքում չեն տեղադրվել հիդրատներ։ Հրշեջն առանց ջրի նույնն է ինչ զինվորն առանց փամփուշտի, նկատեց փոխգնդապետ Մնացական Քոչարյանը, ավելացնելով հրդեհների ժամանակ մենք հենց այսպիսի իրավիճակում ենք։ Ոչ մի հիդրատ չկա, բոլորը անջատված են։ Ստիպված Գյուղական թեկուզ բնակավայրում եթե հրդեհ է լինում, արդեն 2 տարի է, մեքենան հետ է վերադառնում հրշեջ փրկարարական ջոկատ 8-10 կիլոմետր, լիցքավորվում է եւ հետ է վերադառնում նորից հրդեհաշման վայր։ Առանձնացվեց նաև մասնագետների պակասի խնդիրը, մարզում բարձր որակավորմամբ վարորդների պակաս կա, իսկ համաձայն կառավարության որոշման 30 տարեկանից բարձր անձիկ այս պաշտոնում աշխատել չեն կարող։ Այն հարցադրմանը, թե ինչպես է որոշվել, որ 35 տարեկան վարորդը ավելի վատ կաշխատի, քան 30-ը, մեկնաբանվեց, որ պատճառը թոշակային տարիքի ինչ-որ հաշվարկներ են։ Այդ տարիքային մոմենտը խնդրում եմ հնարավորության սահմաններում երկարացնել, այսինքն որովհետև մարդիկ գալիս են 34, 35, 36 տարեկան, որոնք որ իսկապես պատրաստի վարորդներ են, B, C, D ոչ այդ կարգի վարորդներ են, որոնք որ տարիքը մինչև 30-ը չի համապատասխանում, մենք չենք կարողանում այդ մարդկանց ընդունենք աշխատանքի։ Առանձին զեկույցով հանդես եկան նաև այն Շիրակի մարզային կառույցների մյուս պատասխանատուները, իսկ նախարարության ներկայացուցիչ Հրաչյա Պետրոսյանը վերջում խոստացավ բոլոր դժգոհություններն ու առաջարկությունները ներկայացնել անձամբ նախարարին։ Նայիրան Ալբանդյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս։